Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Բողոքի ակցիա Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց, որն է պահանջը։ Իրան-Միացյալ Նահանգներ փոխհրաձգությունը կանգ է առել։ Էներգետիկայի ոլորտում Իրանը եւ Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն։ Ռուսական սահմանափակումներն ուղեկցվում են սպառնալիքներով, ինչ զարգացումների սպասել։ Ուկրաինայում 3 միլիոն մարդ մնացել է անտուն։ Ինչու է Ռուսաստանն ավերում ուկրաինական քաղաքները։ Հայ-իրանական հարաբերությունները վտանգված են։ Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն են հայտարարել։ Ակցիայի մասնակիցները Հայաստանում Իրանի դեսպանատնից հստակ գործողություններ են ակնկալում։ Ուրբաթ օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի եւ կուսակցության անունից նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին, մեր երկրում իրենց առաքելությունն իրականացնող դեսպաններին, ինչպես նաև միջազգային կառույցներին, մասնավորապես մենք մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող բոլոր անձանց ուշադրությունը հրավիրել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի գործընթացի վրա։ Դիվանագետների ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ տեղի է ունենում մարդու իրավունքների, ժողովրդավարության նորմերի կոպտագույն խախտում եւ միջազգային կառույցները մեր երկրում իրենց առաքելությունը իրականացնող դիվանագետները պետք է իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեն այս հարցը, ինչու ենք մենք այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առաջ, որովհետև ցանկություն կա նորին գերազանցություն պարոն դեսպանին, պարոն Շիրղոլամիին անձամբ փոխանցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ այն իրավական բեսպրեդելը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Իրան-Միացյալ Նահանգներ փոխհրաձգությունը կանգ է առել։ 13 գիշեր շարունակված հարձակումներից հետո Պենտագոնը դադարեցրել է ռմբակոծությունները, Իրանն էլ իր հերթին չի թիրախավորել տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցներին։ Ըստ New York Times-ի, նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ հրաժարվել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերից։ Որոշումը հաջորդել է մտահոգություններին, թե հնարավոր էսկալացիան կարող է սպառել Մերձավոր Արևելքում Պատրիոտ համակարգերի եւ ՀՕՊ այլ միջոցների հրթիռների պաշարները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կքննարկեն օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում Իրանում տիրող իրավիճակը։ Իրանի արտգործնախարարությունից էլ հայտարարել են, որ այս պահին Իրանը որևէ բանակցություն չի վարում Միացյալ Նահանգների հետ։ Իրանը Հայաստանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։ Էներգետիկայի ոլորտում Իրանը եւ Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն։ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալի-Աբադին եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը քննարկել են դեպի Վրաստան եւ Ռուսաստան էներգետիկ միջանցքներ ստեղծելու հարցը։ Իրանի էներգետիկայի նախարարը նաեւ աջակցել է Արաքս գետի աղտոտման հարցերով աշխատանքային խմբի նիստ անցկացնելու գաղափարին։ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումները շարունակվում են։ Եվրամիությունն այս իրավիճակում փորձում է աջակցել Հայաստանին մեղմելու ռուսական սահմանափակումների հետևանքները, նաև պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այս ամենն ուղեկցվում է TRIP նախագծի շուրջ կողմերի ակտիվությամբ եւ ըստ տարբեր գնահատականների TRIP+-ի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Սոկոլովի նշանակումը կարող է ռուս-ամերիկյան պայմանավորվածության ցուցիչ լինել, թեպետ Իրանին այդ նշանակումը չի գոհացնում։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Մինչև ընտրությունները հիմնական խնդիրը Ռուսաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդելն էր եւ սահմանված այդ սահմանափակումների հետևանքներով պայմանավորված աջակցություններ ընդդիմության օրակարգին, այսինքն արհեստական կերպով պատժամիջոցների միջոցով կան տարբեր ուրեմն խնդիրներ վերահանելով ինչ-որ ներմուծումներ արգելելով Հայաստանից, Ռուսաստան նպատակ ունի Հայաստանում դեմորացնել որոշակի
բողոքի տրամադրություններ եւ դրանք այսպես ծառայեցնել ընդդիմության շահերին։ Բայց դրանք աշխատեցին այնքանով, որքանով աշխատեցին եւ հիմնական խնդիրը չլուծվեց։ Սպայն Հայաստանում չընտրվեց Ռուսաստանի համար ցանկալի իշխանություն։ Իսկ հետընտրական շրջանում արդեն կարծում Ռուսաստանի գործողությունները նույն տրամաբանության մեջ են, այսինքն հնարավոր է աջակցել անդիմադիր տարբեր սակցությունների, խմբավորումների եւ նրանց ոչ միայն քաղաքական, այլև փողոցային նպատակին։ Բայց ինչպես տեսան, ընդհանուր մինչև չճանաչել եւ ելի շարունակող տնտեսական սահմանափակումներ։ Այս ինչպես տեսան, Հայաստանի անդիմությունը հաստատած այն չունի փողոցային ուրեմն պայքար ծավալելու օրակարգ, ամբողջ օրակարգը մակարդակում է, իսկ քաղաքական մակարդակում են հաստատվի ընդունելով սահմանական չթեկուզ չճանաչելու, բայց անանով իրավականությունները հաշվի առնելով գնում են խորհրդարան։ Կարծում եմ հիմնական նպատակները դրանք էին Ռուսաստանի կողմից եւ առաջիկայում իմ գնահատմամբ Ռուսաստանը թույլատրի սահմանափակումները չբացառ ինչ-որ նաև ճանաչի ինտերնետների արդյունքները հաշվի ստելով գետնի վրա ձեռած իրականացնեն։ Կարծիքներ կան, որ Ռուսաստանի ճնշումները նաև Թրիփի շուրջ զարգացումների համատեքստում պետք է դիտարկել, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է մաս դառնալ այդ նախագծին եւ որ օրինակ Թրիփ+-ի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Սոկոլովի նշանակումը կարող է ռուս-ամերիկյան պայմանավորվածության ցուցիչ լինել։ Այս առումով դուք ինչ տեսակետ ունեք։ Դեպսեք, եթե ձեր օրինակ նշած վարկածն են զարգացնում, համելություն, դա ավելի շատ ոչ թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում է, Ռուսաստան Միացյալ Նահանգներ։ Սա նշանակում է, որ երկու երկրների միջև կա որոշակի երկխոսություն եւ կոնկրետ Ռուսաստանի հավաքությունները թրիկ մասով կամ Ռուսաստանի խոչընդոտները թրիկ նախագծի հետ կապված փորձում է կառավարել Միացյալ Նահանգները։ Չնայած որ ես օրինակ չեմ շտապի նման օրինակ գնահատական չստան ամենամի այս պաշտոնյաների նշանակումը եւ թե առանձին շրջափուլերում Միացյալ Նահանգները փորձում է երկխոսել Ռուսաստանի։ Այս բանը ես նման եկամով եմ չեմ տեսնում իհարկե կա Ռուսաստանի կողմից որոշակի ակնկալիքներ կամ որոշակի գուցե նաև իհարկե դժգոհություններ, առայն որ պրոցեսը Ռուսաստանը ներգրաված չէ, բայց այնուամենայնիվ այս բանը եղած իրավիճակը Ռուսաստանին գործելու մեծ հնարավորություններ չի տալիս։ Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության համատեքստում Թրիփի իրագործման համար ինչ սպառնալիքներ եք տեսնում։ Այս պահին Թրիփ նախագծի իրականացման հետ կապված իրանական դիրքորոշման մասով խնդիրներ չեն տեսնում, այսինքն քաղաքական առումով արդյոք իրավիճակը վերահսկելի է։ Գետնի վրա շինարարություն դեռևս չի սկսվել, բայց կարծում եմ որ սկսվի այս մակարդակում ևս Իրանը չի շտապ ինչ-որ խոչընդոտներ առաջացնել եւ մինչեւ այդ էլ կարծում գուցե որոշակի տեղաշարժ արձանագրման մոդնացիոնալ Իրան հարաբերությունները այստեղ է որ կարծում քանի որ Միացյալ Նահանգների Իրանի հետ գտնվում է հակամարտության ուրեմն ռեժիմում այստեղ հենց Հայաստանը ավելի շատ աշխատանքի տեղ ունի Իրանի հետ այսինքն բոլոր քայլերը առնվազն այսպես շատ ակտիվ կերպով պետք է կոմունիկացիան Իրանն է, որպեսզի կառավարվի Իրանից հնարավոր մարտահրավերներ։ Պետք է այս պայմանությամբ էական այսպես խոչընդոտներ չեմ տեսնում, քաղաքական առումով այո, գուցե եւ կառուցչական առումով բարբերաբար հայտարարություններ չեն։ Բայց այս պայմանին Իրանը չեմ կարծում որ կգնա ավելի լուրջ քայլերի փորձելով խոչընդոտել նախագծի
իրականացնում, որտեղ Իրանը եւս չի ցանկանում եւ պատրաստ չէ մի քանի ուղղություններով ունենալ խնդիրներ, այդ թվում նաեւ ուրեմն մեր տարածաշրջան ծառայել Ադրբեջանի հետ հարաբերությունները միանշանակ չեն, ընտրահարության Եվրոպայի Հայաստանի հետ խնդիրներ, նրա կապը Հյուսիսի հետ բավականին չափանց համակային կապին մասնակից է, ընտրահարից դառնա։ Այնպես որ այդ եւ հետո ես առաջարկում ընդհանրապես թե Հայաստանի հետ կապված տարբեր քաղաքականությունների մասին եւ թե նաեւ Սույտ նախագծի հետ կապված խուսափել երկարաժամկետ գնահատականներ հնչեցնելուց, որովհետեւ դա ուղղակիով կապված է միջազգային իրավունքთან հետ, գերտերությունների փոխհարաբերությունների հետ, միջազգային համակարգի հետ։ Իսկ այս համակարգը եւս դեռևս ծրագրման ուղում է եւ այստեղ երկարաժամկետ կանխատեսումներ բացապես անհնար է կատարել, որովհետեւ ամեն օր համակարգը շարունակում է փոփոխվել եւ դրա համար պետք է գոնե Հայաստանի կողմից Հայաստանի մասով հայերը պետք է պլանավորեն կարճ ժամկետ կամ առնվազն ժամկետ հեռանկարով եւ փուլափուլ գնալ խնդիրների հետ այս բանի հիմնական խնդիրը սույտ նախագծի ենթակառուցվածքները կյանքի կոչելն է հուսամ առաջիկան դրական Քանի որ Իրանը Հայաստանին առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը, արդյոք սա կարող է որոշակի այլընտրանք դառնալ ռուսական գազին։ Կարող է դառնալ, պարզապես այս բանին դեռս հստակ չէ, թե այդ նոր մեխանիզմը ինչ է ենթադրում եւ կարծում բանակցությունների արդյունքում տարածված հայտարարության տեքստում էլ դա նկատվում է, որ իրանական կողմից հնչեցվել է առաջարկություն եւ ներկան կողմերը պայմանավորվել են փորձագիտական մակարդակում հնարքել դրա հնարավորությունները եւ այս փուլում գտնվում են կարծես թե որոշակի սպասման պայմաններում հասկանալով նախ հասկանալով որքանով է իրատեսականացման մեխանիզմը եւ եթե իրատեսականացում որոշակի լինի նման գնահատականն փորձագետների կողմից, կարծում առաջիկա նաև մենք ականատես կլինենք այդ մեխանիզմի շրջանակների այսպես ներկայացմանը եւ ավելի այսպես արագորեն կարողանանք գնահատել որքանով է իրանական կողմի առաջարկ առարկական եւ հնարավոր փոխհատուցելու կամ այսպես փակելու Ռուսաստանի կողմից հնարավոր էներգետիկ ոլորտին գեներացած խնդիրներ։ Ուկրաինայի բնակելի ֆոնդի 14%-ն ավերվել է ռուսական հարձակումների հետևանքով։ 3 միլիոն մարդ մնացել է անտուն, նրանց մեծ մասն այլևս երբեք չի կարողանա վերադառնալ իր տուն։ Թե որն է ռուսական կողմի այս ռազմավարության իրական նպատակը, կմանրամասնի իմ գործընկեր Յուլիա Մակարենկոն։ Տնական պահածոները միակ բանն են, որը պահպանվել են Մարիայի եւ Նիկոլայի տան ավերակներում։ Կիևի մերձակայքում գտնվող Վիշնյովոյ քաղաքում ռուսական հրթիռային հարվածից հետո զինամթերքի պայթյունների հետևանքով նրանց տունը ամբողջությամբ այրվել է։ Այդ գիշեր թոշակառուները հրաշքով են ողջ մնացել, փրկվելու համար նրանք նետվել էին նկուղ, բայց հարվածային ալիքը հասել է նաեւ այնտեղ, պոկել է դուռը եւ սենյակը լցրել խեղդող ծխով։ Այդ պահին Մարիան եւ Նիկոլայը հասկացել են, որ իրենց վերևում արդեն ամեն ինչ այրվում է։ Այնպես պայթեց ու ծառերից ամեն ինչ թափվում էր, բեկորներ էին տեղում, ծածկաթիթեղներ թռչում, ամեն ինչ այրվում էր, ամեն ինչ փլվում էր, իհարկե շատ սարսափելի էր։ Տունը կորցրել է նաև նույն փողոցի մեկ այլ ընտանիք։ Հարձակման նախօրերին նրանք ամուսնու հետ իրենց 3 երեխաներին ուղարկել էին արձակուրդ, իսկ իրենք երկար ժամանակ անց առաջին անգամ իջել էին ապաստարան։ Ամուսինների ծնողները մնացել էին տանը եւ քիչ էր մնում այրվեին։ Ամուսինս նույնիսկ չսպասեց մինչև օդային տագնապն ավարտվի։ Նա եկավ այստեղ, երբ հասկացավ, որ այստեղ ամեն ինչ փլվում է, այրվում ու կրակի մեջ է։ Ինքը ցանկացավ նրանց դուրս բերել, բայց հետո հասկացավ, որ չի կարողանա, որովհետև արդեն ծուխ էր շնչել, եւ ինքն էլ կարող էր վատանալ, դուրս եկավ եւ սպասեց փրկարարներին։ Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով Կիևի մերձակայքում գտնվող Վիշնյովոյում այրվել է շուրջ 100 առանձնատուն։ Ավելի քան 500 մարդ մի ակնթարթում կորցրել է ամեն ինչ։ Բնակիչների խոսքով զինամթերքի
պայթումները շարունակվել են մինչև առավոտ։ Ուկրաինական քաղաքները հիմնովին ոչնչացնելը Կրեմլի կողմից վաղուց կիրառվող մարտավարություն է։ Փորձագետների խոսքով այրված հողի ռազմավարությունը դեռ խորհրդային բանակը կիրառել է Աֆղանստանում, իսկ ժամանակակից ռուսական բանակը Չեչնիայում եւ Սիրիայում։ Սա ենթակառուցվածքների, քաղաքական ենթակառուցվածքների, ջրամատակարարման, էներգամատակարարման, ջերմամատակարարման լիակատար ոչնչացում է, քաղաքը մի տեսակ մեռյալ գոտու վերածելով։ Այսինքն քաղաքների ամբողջական ոչնչացումը ռուսների համար վաղուց արդեն սովորական գործելակերպ է։ Այս գործելավոճը տասնյակ տարիներ շարունակ փոխանցվել է ռուս գեներալների եւ հրամանատարների սերունդներին։ Դոնեցկի մարզը ամբողջական ավերման ամենավառ օրինակներից մեկն է։ Մարինկան, Սոլեդարը, Բախմուտը, Վոլնովախան, Ավդիևկան ռուսական գրոհների հետևանքով գրեթե ամբողջությամբ վերածվել են ավերակների։ Նույն սցենարով այսօր ոչնչացվում է նաև առաջնագից մոտ գտնվող Դրուշկովկան։ Ավիառումբերի հարվածները բնակիչներին զրկել են լույսից, ջրից եւ գազից, քաղաքը դարձնելով կյանքի համար ոչ պիտանի։ Շուկա գնում ենք, կոպիտ ասած վազքով։ Վազեցինք, ցուցակն արդեն ձեռքիդ է, գնումներն արեցինք ու արագ տուն։ Իմ որդին մեկ սենյականոց բնակարան ունի Խարկովում։ Ես այնտեղ մնացի 3 օր ու վերադարձա, որովհետև այնտեղ էլ նույն դժոխքն էր, ինչ այստեղ։ Դոնբասից հետո ռուսական զորքերի հիմնական հարվածը իր վրա է վերցրել նաև Խարկովի մարզը։ Բացի Սալտովկա այրվածանից մինչև 2026 թվականը գրեթե ամբողջությամբ երկրի երեսից ջնջվել է նաև Վովչանսկ քաղաքը, իսկ Իզյումը ու Կուպյանսկը կորցրել են իրենց բնակելի ենթակառուցվածքների մեծ մասը։ Դնիեպրձախ ափը կրել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցման աղետալի հետևանքները։ Այնտեղ գտնվող օկուպացված տարածքը ռուսական բանակը վերածել է հենակետի, որտեղից հրետակոծում է աջ ափի քաղաքները ու գյուղերը, ինչպես նաև հենց Խերսոնը։ Ուկրաինայի բնակելի ֆոնդի արդեն 14%-ը վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել է։ Դա շուրջ 60 միլիոն քառակուսի մետր է, մոտավորապես 240,000 տուն, որտեղ բնակվել է 3 միլիոն մարդ։ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած որոշ քաղաքներ ռուսական իշխանությունները նույնիսկ բացահայտ հայտարարել են, որ չեն պատրաստվում վերականգնել։ Օրինակ 2022 թվականի գրավված Մարիուպոլը խոստացել էին ամբողջությամբ վերակառուցել 3 տարվա ընթացքում։ Կամ օրինակ Բախմուտը, որտեղ ընդհանրապես ոչինչ չի արվում, թեև այն գրավվել է արդեն 4 տարի առաջ։ Այդ 4 տարվա ընթացքում գոնե ինչ-որ բան կարելի էր անել։ Ոչ, նույնիսկ աղբը չեն մաքրել, որպեսզի ավելի հեշտ լինի տեղաշարժվել այդ քաղաքի ավերված ու ոչնչացված ճանապարհներով։ Ուկրաինայի կառավարության, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի գնահատմամբ ռուսական բանակի կողմից ավերված քաղաքների վերականգնման հնարավոր արժեքը կազմում է գրեթե 600 միլիարդ դոլար 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ։ Ֆրանսիայի եւ Իսպանիայի մի շարք շրջաններում շարունակվում է պայքարը խոշոր անտառային հրդեհների դեմ։ Ամենավտանգավոր օջախներից մեկը գտնվում է Բորդոյից մոտ 15 կիլոմետր հարավ, որտեղ հրդեհը սպառնում է բնակավայրերին։ Նախորդ գիշեր իրավիճակը փոքր-ինչ կայունացել է։ Հրդեհի գլխավոր օջախի տարածումը ժամանակավորապես կանգ է առել, սակայն իշխանությունները զգուշացնում են, որ վտանգը դեռ չի անցել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ, իսկ կրակը տարածվում է անկանխատեսելի ուղղություններով, մոտենալով Բորդոյին։ Անվտանգության նկատառումներից ելնելով Ֆրանսիայի Ժիրոն շրջանում տարհանվել է շուրջ 220,000 մարդ։ Միաժամանակ Իսպանիայում նույնպես շարունակվում են լայնածավալ հրդեհների մարման աշխատանքները։ Երկու երկրներում տարհանվածների թիվը գերազանցել է 300,000-ը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։